Ինչպես արդեն պարզ դարձավ, պարոն Լևոն Քոչարյանի գործը շարունակվում է, մենք գտնվում ենք վկաների հարցաքննության փուլում, բայց ես կարծում եմ մինչև բուն առարկային անդրադառնալը պետք է հստակ ֆիքսենք, ինչպես նաև պարոն Քոչարյանը դատական նիստի ժամանակ շատ իրավացիորեն արձանագրեց և նշեց, որ ներկա պահին այս դատական նիստը և առասարակ նիստերը այս ժամանակահատվածում նշանակելը միևնույն ժամանակ խոչընդոտում է նրա քաղաքական գործունեությանը, որտեղ շատ լավ գիտենք, որ նախընտրական փուլ է և բոլոր քաղաքական ուժերը քաորզարշավ են իրականացնում, այդ կերպ իրականացնելով նաև իրենց քաղաքական գործունեությունը, այդ նույն ֆորմատի մեջ է գտնում նաև Լևոնը Քոչարյան, և տվյալ պարագայում այս դատական նիստերը նշանակել է մի այնպիսի օրերին և ժամերին, որը որ նաև համընկնում է քաորզարշավի ժամանակահատվածի հետ, սա միանգամայն միանշանակ հենց Լևոն Քոչարյանի քաղաքական գործունեությանը միջամտել է և անհավասար պայմաններ ստեղծել է մեկ այլ քաղաքական ուժերի հետ և հատկապես քաղաքական իշխանության մասով է խոսքս վերաբերում։ Ինչ վերաբերում է բուն գործին, ապա ինչպես արդեն նկատելի դարձավ, թե այսօրվա հարցաքննությունից, թե նախորդ հարցաքննությունների ժամանակ չկան մի այնպիսի փաստական տվյալներ, որ Լևոն Քոչարյանը կատարել է իրեն վերագրվող արարքը։ Ավելին ասեմ, նույնիսկ այս վկայի հարցաքննությունից պարզ դարձավ, որ վերջինս ոչ միայն ականատես չի եղել, թե իբր Լևոն Քոչարյանը որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրվել է, թե չէ, իրենց օրինական գործունեությանը խոչընդոտել է, միջամտել է, թե ոչ, այլ նաև նման տվյալների նույնիսկ չեն էլ տիրապետում, չբացառելով, որ այդ գործընթացի ժամանակ Լևոն Քոչարյանի կողմից կատարվելի գործողությունները որպես անկանոն շարժումներ և այդ անկանոն շարժումների արդյունքում որևէ, չգիտեմ, ֆիզիկական կոնտակտ որևէ ոստիկանության աշխատակցի հետ։ Ինչի եմ ես սա ասում, որ անկանոն շարժումները այս հարցի համատեքստում ունեն կարևոր նշանակություն, որտեղ այն ինչի մեջ մեղադրվում է Լևոն Քոչարյանը, մասնավորապես իշխանության ներկայացուցիչի նկատմամբ իր գործունեությունով պայմանավորված բռնություն գործադրելը ենթադրում է հենց ուղղակի դիտավորությամբ կատարվող արարք, այսինքն տվյալ պարագայում անձը ոչ միայն պետք է ուղղակի դիտավորություն ունենա հակադրվելու, հակազդելու օրինական գործունեությանը, այլ նաև այդ հակազդումը պետք է զուգորդված լինի հենց դիտավորությամբ բռնություն գործադրելու հանգամանքով, սակայն որևէ նմանատիպ փաստական տվյալ մինչ այս որևէ վկայի հարցաքննությամբ և նաև այս վկայի հարցաքննությունում չստացվեց։ Եվս մեկ անգամ պետք է ֆիքսենք, որ այս քրեական վարույթը շինցու է, այս քրեական վարույթը ուղղորդված քրեական վարույթ է և Լևոն Քոչարյանը միանշանակ արդար է։